Ողջույն։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահը հերթական ադրբեջանասիրական ելույթ է ունեցել։ Իսկի Ադրբեջանի նախագահը, որ խոսում է իր հորինած արևմտյան Ադրբեջան թեզից, ասում է, սա բնավ տարածքային պահանջ չէ։ Իսկ Ալենն ասում է, հաբա արցախցիները, որ նախագահ են ընտրում, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է։ Ըստ Ալենի, քանի որ մենք ասում ենք Արցախը մերն է, Ադրբեջանն էլ խոսում է այսպես կոչված արևմտյան Ադրբեջանից։ Վստահեցնում եմ, եթե Ադրբեջանում հակահայկական ելույթ մի ամիս չլինի, Ալեն Սիմոնյանը լրիվ հերիք է։ Ալենի անսահման թրքասիրությանը, սակայն այսօր չեմ ուզում անդրադառնալ։ Կանդրադառնամ հանրությանը մոլորեցնելու հերթական խոսքին։ Նույն մարդն ասում է, խաղաղության պայմանագրի կնքումից 5 րոպե հետո Հայաստանի եւ Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել, բոլոր հնարավոր ձևերով իրար հետ կոմունիկացվել եւ շփվել։ Հիշեցնեմ, սրանք արդեն 4 տարի խոսում են, որ հեսա խաղաղ ապրելու են, առևտուր անեն, համ թուրքերի հետ, համ ադրբեջանցիների։ Սա ասում է, հեքիաթներ են, թե իրար հետ պատեն կառուցելու, բարև չենք տալու։ Նախ հենց դուք եք պատը կառուցել Կիրանցում։ Ամենամեծ վստահությամբ ասում եմ, ոչինչ էլ չի լինելու։ Նախ խաղաղության պայմանագիրը խիստ կասկածելի է, որ կլինի, բայց եթե անգամ ստորագրեք, մոռացեք առևտրի մասին։ Ձեր նման ակվարիումային կառավարիչները ի վիճակի չեն դա կազմակերպել։ Օրինակով հիմնավորեմ։ Այսօր բողոքի ակցիային կառավարության շենքի մոտանում բեռնափոխադրողները, վարորդները բողոքում են, որ իրենց փչացող մթերքով բեռնված ավտոմեքենաները երկար են պահում սահմանին, թե Հայաստանի, թե Վրաստանի, թե Ռուսաստանի։ Կառավարությունը խնդրին չի կարողանում լուծում տալ։ Մի ամիս է Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիային անում կոնյակ արտահանողները, ասում են, իրենք արտահանում են Ռուսաստան, իսկ Վրաստանը կանգնեցրել է ամիսներով լաբորատոր փորձարկում է անում։ Ասում են, մենք Վրաստան չենք արտահանում, ինքը տարանցիկ երկիր է, ինչու է փորձարկում, այն էլ այդքան երկար։ Վարկ են վերցրել, աշխատավարձ են վճարում, աշխատատեղ են ստեղծում, տուժում են։ Էկոնոմիկայի նախարարն ասաց կգնամ Վրաստան, խնդիրը կլուծեմ, մինչ հիմա դեռ գնում է։ Դե ասում է, ինչ որ պետք է անեմ, օնլայն կանեմ։ Իսկ ինչ ես անում։ Նայեք այդ մարդու դեմքին, հարց լուծող է։ Սրանք մենակ թողեց գիշեր-ցերեկ ընդդիմության դեմ ելույթ ունենա։ Մարդը գարնանը ինչ-որ բան ցանեց, սկսում է բողոքի ակցիաները, այս ոռոգման ջրի համար, այս բնական աղետից փոխհատուցվելու համար, այս արտահանելու համար, այս գումարը ստանալու համար։ Կառավարությունը կարծես մեռած լինի։ Այսօր ամենամեծ խնդիրը շուկա ստեղծելն է, շուկա ունեն, չեք կարողանում այնպես անել, որ հասցնեն այդ շուկային։ Ու հետո խոսում եք արտահանման ուղղությունները բազմազանեցնելու մասին։ Երբ տեղական արտադրողը իր երկրում գնում է այլ երկրի դեսպանատան դիմաց միտինգ անելու, նշանակում է, որ ինքը չունի կառավարություն։ Այդ խնդիրը պետք է կոնյակագործը չլուծեր։ Պետք է լուծեր պետեկամուտների կոմիտեի նախագահը իր վրացի պաշտոնակցի հետ։ Պետք է լուծեր էկոնոմիկայի նախարարը իր վրացի պաշտոնակցի հետ։ Պետք է լուծեր վարչապետը իր պաշտոնակցի հետ։ Թե չէ պատկերացրեք, 1000 ու մի բան ենք արտահանում, 1000 ու մի երկիր։ Ամեն արտահանող բողոքի ակցիա կազմակերպի այդ երկրի դեսպանատան դիմաց։ Մոտ 3 ամիս այս վիճակն է, մարդիկ վնաս են կրել, աշխատողների են ազատում։ Նախարարն ինչ է վեր ընկել իր սենյակում։ Կարդում ես քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստ է եղել, քննարկվել են Գյումրու ավականյում ՔՊ խմբակցության աշխատանքը, կուսակցական հարցեր։ Նամեն Պապույան Գևորգը նստած է նիստին, ներկուսակցական հարց է քննարկում։ Դու այդտեղ պետք է լինեիր, ես նեղ մաջալին։ ՔՊ-ականներ մեծ խոսում եք։ Մենք ժողովուրդը մեզ է ընտրել, տնտեսական աճ։ Ձեզ ընտրել են, աշխատավարձ են վճարում, որ առավոտից իրիկուն ազգային ժողովի ամբիոնից հայր ու որդի Քոչարյանների դեմ ելույթ ունենաք։ Արտահանողները դրան են անհամբեր սպասում։ Էկոնոմիկայի նախարարն ասում է, կառավարությունը մշակում է աջակցության ծրագրեր մեր կոնյակագործների համար, որոնք պետք է ապահովեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին խաղողի անխափան մթերումները։ Կոնյակագործը հեռուստացույցի դիմաց լսում է քեզ ու հայհոյանքի եսին որ հատորն է գրում։ Թե մթերում եմ, ինչ անեմ, Պապոյան։
եթե արտահանել չեմ կարողանում։ Հիմա տեսեք ժողովուրդ ջան, Վրաստանը հարևան երկիր է, բարեկամ երկիր է, եղբայրական երկիր է, որ Նիկոլը Վրաստանի վարչապետին հանդիպում է, փաթաթվում է։ Բարեկամ երկրի հետ ամբողջ թիմով չեք կարողանում լուծել ընդամենը մեկ ապրանքատեսակի արտահանման հարց, ամիսներով, բայց պետք է կարողանաք 100 տարվա թշնամու հետ խաղաղության պայմանագիրը կնքելուց 5 րոպե առևտուր անել։ Անգամ ասում էին Ադրբեջանով էլ բեռ տեղափոխեն։ Եթե Վրաստանը բեռն է կանգնացնում լաբորատոր փորձարկման, Ադրբեջանը վախենա մարդկանց էլ այդպես փորձարկի։ Խաղաղության պայմանագիր լինելու շանսերը կրկնում եմ շատ փոքր են, բայց եթե անգամ լինի դա, ոչ մի բան մի սպասեք, սրանք մի տոպրակի բարեփոխում չեն կարողանում անել, մի աղամանի վերաբերյալ որոշում չեն կարողանում անել, կայացնել, թշնամու հետ հարց են լուծելու, դուք ընդհանրապես բան չեք կարողանում անել, բացի փող կապել ու տեսախցիկների առաջ ակտիվ մեծ ու սուտ խոսելուց։ Բեռնատարարների վարորդներն այսօր ակցիա են անում, ասում են ուզում ենք մտնել մեր վարչապետի մոտ, կարողա տեղյակ չէ մեր խնդրից։ Իրենք գիտեն, որ տեղյակ է, ուղղակի հələ ուզում են փշի անել, որ չէ Նիկոլ ջան, դու ոչ թե անկարող ես, այլ անտեղյակ։ Ժողովուրդ, հերիքա ձեզ խաբեք։ Ձեր վարչապետը ամեն ինչից տեղյակ է։ Ինձնից էլ, ձեզնից էլ եւ ընդհանրապես բոլորից շատ ժամանակ ունի սոցցանցեր մտնելու ու լուրեր կարդալու։ Եթե անգամ չզեկուցեն նրան, նա կարդում է ամեն տեղից։ Նա պարզապես անկարող է լուծել ձեր խնդիրները։ Նայեք Նիկոլի մասնակցությամբ կադրերը ցանկացած երկրի ղեկավարի հետ շփվելիս, բանակցելիս, մեղքդ գալիս է այն երկրի վրա, որին նա ներկայացնում է։ Նա հարց լուծող չէ։ Նա մենակ երկրի ներսում է հոխորտում, լաչառությունը կապում, իսկ Հայաստանի օդային, ցամաքային ու անգամ ինտերնետ տարածքը հենց հատեց, դառնում է այնպիսին, ինչպիսին Ֆրանսիայի նախագահ Մակրոնը սեփական կնոջ հետ շփվելիս։ Նիկոլի ուժերը հերիքում են, որ գրառում անի, թե մի հատ պուլպուլակ ենք վերադարձել ժողովրդին, մանկապարտեզի վարագույր ենք կախել, ասենք Բուրաստան գյուղի դաշտերից ավտոմեքենայի կմախք ենք տարհանել, այդքանը ձեր խնդիրները անգամ մանր խնդիրները իր հակով չեն։ Բելարուսի հետ խնդիր ենք ունենում, պետության փոխարեն գործարարն է գնում լուծում, անձնական կապերով, Ռուսաստանի հետ խնդիր ենք ունենում, հայտնի դեմքերն են լուծում, որ երկրի հետ ձեր բերած խնդիրները թողում են դուք ինքներդ լուծեք, հերն անիծում եք, հետո վազում ամբիոնները ու մեղադրում սրանց նրանց։ Հələ պատկերացրեք, կոնյակի արտահանման այս խոչընդոտի մեղավորը լիներ, ասենք ՀՀ նախկին իշխանություններից որևէ մեկը, այն մի տեղը սրանք կպատրեին։ Կարճ ասած, այո, Ադրբեջանի հետ կարող է խնդիրները կարգավորվեն, հնարավոր է, բայց ձեր օրոք երբեք։ Մեր գլխավոր խնդիրը հենց այն է, որ սրանք ոչ թե խնդրեմ լուծող են, այլ դրանք ստեղծող, դրանք կուտակող։ Իրենց հոտ ձեռք չի տալիս բողոքի ակցիաները, ժողովրդի հայհոյանքները, թշնամանքը, ատելությունը իրենց նկատմամբ։ Կուզենան, չէ՞, արտադրողի հարցն էլ արագ լուծել, կարկուտից տուժածինել, մանր առևտրականինել, միջին բիզնեսմենինել, կուզենան, չէ՞, այնպես կառավարել, որ ոչ մեկ չասի խեղճ հարիվ, ոչ մեկ չասի դավաճան, ոչ մեկ չասի հողատու, չեն կարող ուղակի, բա որ չեք կարողանում, մնում եք ինչ անեք,